Կիբեռոստիկանությունը Թելեգրամյան էջում գրել է՝ հիշեցնում ենք, զգուշացեք համացանցում անհայտ աղբյուրից, գովազդվող աշխատանքի առաջարկներից։ Եթե դուք ցանկություն եք հայտնել առցանց աշխատելու եւ արդյունքում ձեզ հետ հեռահաղորդակցման հավելվածների միջոցով Telegram, WhatsApp, Viber եւ այլն կապ են հաստատել իբր նոր աշխատավայրից, խնդրելով ձեր բջջային հեռախոսում iPhone մուտք գործել այլ անձի iCloud հաշվով իբր տեխնիկական կամ աշխատանքային գործընթացն իրականացնելու նպատակով, ոչ մի դեպքում չվստահեք։ Նման գործողության արդյունքում հանցագործները հեռահար արգելափակում են ձեր բջջային հեռախոսը, ապա պահանջում գումար սարքի ապա արգելափակելու դիմաց։ Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց երբեք մի մուտք գործեք ուրիշի iCloud հաշվով ձեր բջջային հեռախոսում, երբեք մի ընդունեք աշխատանքի առաջարկներ, որոնց շրջանակում պահանջվում է կատարել տեխնիկական քայլեր ձեր անձնական սարքով, երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ նույնիսկ ձեր Apple ID-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց։ Այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ արդեն ձեզ պատկանող Apple ID-ին եւ iCloud-ին։ Եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ խաբկանքի զոհ, տեղեկացրեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին, պահպանեք խարտախների հետ ունեցած նամակագրությունը իրավապահ մարմիններին ներկայացնելու համար։ Թվային միջավայրում ձեր անվտանգության երաշխիքը ձեր զգոնությունն ու մտածված գործողություններն են։